Շատ լավ։ Այլ հարցեր հիմնական զեկուցողին։ Եթե չկան, պարոն Մկրտչյան, ես մի փոքր տարակուսած եմ։ Տեսեք, եթե մենք խստացնում ենք պատասխանատվությունը, նշանակում է, որ առկա պատասխանատվությունը չի բավարարում այն քրեական նպատակները, որոնք օրենսդիրը դրել է իր առջև։ Բայց խափանման միջոցը պատասխանատվության հետ ուղղակի առնչություն չունի։ Եվ կներեք էլի ամենայն հարգանքով այս մոտեցումը, որ մենք ասում ենք, այ սենց անենք, այս պարագայում կալանքը կիրառվի, ես համաձայն եմ ձեզ հետ պրագմատիկ տեսանկյունից, որ եթե կալանք ես կիրառվում եւ անձեն զրկում ես այդ գողությունը որպես արեստ օգտագործած նվազում կարող ենք ունենալ, բայց ըստ էության կալանքը չի մեր նպատակը։ Մենք բավականին երկար եւ բավականին բարդ քննարկումներ ենք ունեցել քննչական մարմինների, դատախազական մարմինների հետ։ Մի փոքր այս առումով իմ կարծիքով հիմնավորումները, որ այս պարագայում կալանքները ավելի շատ կտան, դա լավ հիմնավորում չի։ Ամենայն հարգանքով։ Ես խնդրեի, որ միջ ավելի մանրամասն մեզ տեղեկացնեք սրա վերաբերյալ, մենք հասկանանք այս մեսեջը որտեղից է գալիս, էլի։ Թեև, ասեմ, պրագմատիկ տեսանկյունից, գործնական տեսանկյունից, իհարկե, եթե մարդը օգտագործում է գողությունը որպես արհեստ, եւ մենք թույլ ենք տալիս ըստ էության կալանք խափան միջոց կիրառելու հիմքերից մեկն էլ այլ հանցագործությունների կանխումն է, որը կարող կիրառ, բայց կներեք էլի առաջին մասում լինի, երկրորդ մասում լինի, թե մարդը օգտագործում է դա որպես արհեստ, դատարանը տեսականորեն պետք է կիրառի կալանք։ Հիմա այս առաջի հարցն է։ Երկրորդ հարցը, այս հարցը մեր աշխատանքային քննարկման ժամանակ էլ եմ տվել։ Տեսեք, մենք ունենք նաև երկրորդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետ, որը ըստ էության վերաբերում է տեխնիկական միջոցի կամ հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կատարել հափշտակությունը։ Հիմա տեսեք, տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասը միանշանակ անհրաժեշտ է կամ ավտոմեքենայի պաշտպանության կամ պահպանության համար կամ սարքը եւ սարքավորումը, որը օգտագործում է ավտոմեքենայի մեջ, եւս դրա բաղկացուցիչ մասն է, առանց որի ավտոմեքենան պարզապես տեղ սպասարկում տեղզնում չի կարող անցնի։ Հիմա եթե մենք ըստ էության սա նախատեսում ենք, մի հատ էլ ասում ենք, եթե չկա երրորդ մասով նախատեսված հանցանքի հատկանիշները, ուզում եմ մի քանի դրվագ վերլուծենք։ Լինում են դեպքեր, եւ ավտոմեքենայից ինչ որ գողություն է կատարվում, պարզապես դատարկ ձեռներով։ Մենք ըստ էության ֆիքսում ենք հետեւյալը, որ այս երկու մեկ կետը մենք նախատեսում ենք պարզապես դատարկ ձեռներով ավտոմեքենայի վրայից ինչ որ սարքավորում տանելուն, որտեվ ինչքանով ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, եթե ես օգտագործեցի ցանկացած առարկա, որպեսզի չգիտեմ հայլին կանդեմ կամ չգիտեմ ավտոհամրանիշը վրայից անեմ, սա արդեն երկրորդ հոդվածի երկրորդ մասի 2-1 կետի տակ չի ընկնում, այլ ընկնում է երրորդ կետի տակ։ Այո, պարոն Վարդանյան, ճիշտ եք այդ բանը հասկացել, ըստ էության, այո, մասնավորապես պետհամարանիշների դեպքում դա ձեռքով է հանվում, հայլիների դեպքում էլ շատ ժամանակ դա ձեռքով ուղղակի կոտրվում եւ հանվում է, եւ այլ պահեստամասեր ունենք, բաղկացուցիչ մասեր ունենք, նշաններ է, տրանսպորտային միջոցները, որոնք շատ հեշտ ուղղակի կոտրելու միջոցով ուղղակի վրայից հանվում են։ Երրորդ մասը դա տեխնիկական միջոցի հատուկ հարմարեցված սարքավորումներով ըստ էության արդեն խոսքը գնում է, որ մեքենան կոտրվում է եւ ներխուժվում է ներս, բնականաբար արդեն ներսից տարբեր առարկաներ են գողացվում։ Առաջի հարցը ես սկզբում երկրորդ մասով կալանքներին ներկայացրեցի եւ իսկ առաջի մասը ըստ էության տեսեք, եթե մենք հանցագործության տեսակը ըստ էության ոչ ծանր ենք դիտարկում, բայց ինչ որ մի պայծ սկսած հանցագործության տարածվածությունն է ըստ էության եւ դրա անհանգստությունը հանրությանը ձևավորվում է իր համար ավելի վտանգավոր աստիճան։ Եվ եթե մենք օրինակ գողություններով 2020 թվականից որպես հանցավորության ընդհանուր մասնաբաժնում ունենք նվազում, իսկ տրանսպորտային միջոցներից կատարված գողություններով ունենք կայուն վիճակ, այսինքն 24%-ն է կազմում,
գողությունների, ավտոտրանսպորտային միջոցների, ըստ էության մենք տարածվածությունը դիտարկում ենք որպես ծանրացնող հանգամանք եւ հավասարապես տրանսպորտային միջոցից կատարված գողությունը եւ առաջին մասում նախատեսված այլ գողությունները չեն կարող միևնույն ծանրության գնահատմանը արժանացնել, դրա համար դիտարկելով որպես ավելի ծանր հանցագործություն եւ ավելի բարձր սանկցիաներ նախատեսող արարք, ըստ էության նաև դրա համար բարձրացնում ենք ծանրությունը։ Մենք որպես ծանրացնող հանգամանք, որպես վտանգավորության աստիճան դիտարկում ենք այդ հանցագործության տարածվածությունը։ Շատ բարի, այդուհանդերձ, էլի, եկեք արձանագրենք, էլի, առաջին մասը ըստ էության եւս նախատեսում էր կարճաժամկետ ազատազրկում կամ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով։ Սա այն հիմքերից մեկն է, որը տալիս է խափանման միջոց կիրառելու, այս թվում ազատություն զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու համար հիմք։ Հիմա մենք ըստ էության ասում ենք, որ ձեռքով որոշ սարքավորումներ ավտոմեքենայի վրա, պարզապես դատարկ ձեռներով որոշ սարքավորումներ հանելը դիտարկում ենք որպես ծանրացնող հանգամանք։ Ճիշտ եմ ընկալում։ Եվ այդ ավտոհամարանիշները։ Այո։ Հիմա տեսեք, սա արձագանքի տեսքով հետևյալն ասեմ։ Մենք բոլորս հիշում ենք, որ բավականին տարածված պրակտիկա էր, լավ, ասենց ասեմ, էլի չգիտեմ, ճակերտավոր գոլդ համարվող ավտո համարանիշերը ապշտակելը այնուհետև ինչ-որ տելեգրամային ալիքի վրա հաղում տալը, որի վրա հետո փոխանցվեր գումար, համարները կվերադարձվեն հակառակ դեպքում համարը չէր, ենթակա չէր պահպանման։ Մենք դրա հենքը տնտեսական կտրեցինք։ Մենք ըստ էության ասացինք, ինչքան ուզում եք գողացեք, մարդը գնա կրկնօրինակը կստանա, դու կենթարկվես պատասխանատվության։ Հիմա ըստ էության ձեր ասացի մեջ այս հոդվածը վերաբերում է բացառապես հայլին ջարդելու միջոցով փոկելուն, որտեղ այլ տարբերակ չեմ կարող պատկերացնել, էլի ձեռքով, միայն ձեռքով առանց հատուկ առարկաների բան վերցնելուն։ Չէ, պատուտակահան, եթե օգտագործեցիր, դա երրորդ մասն է արդեն։ Չէ, քաշում փոկումը հնարավոր է, քաշել, փոկել, վնասելով տանել, կամ օրինակ, չգիտեմ, էմբլեմը վերցնել, փոկել, հանել։ Հիմա հարց ինչի է տալիս, որտեղ ես հասկացա նաև մեր աշխատանքային քննարկումների ժամանակ, որ հիմա օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված պետհամարանիշներն են տանում եւ նույն ձևի փորձում են շորթել անձանցից գումար։ Տվյալ պարագայում մենք կարող էլի տնտեսական հենքը կտրենք, օրինակ, չգիտեմ, հասկանալ եմ մարդ եկել է մի քանի օրով Հայաստան, հարևան երկրից, հիմա պետք է վերադառնա, համարը չունի, պատրաստավճարը, որ համարը վերականգնի, որպեսզի գնա։ Լուծում ունենք, արդյոք ժամանակավոր համար կլինի կամ տրանզիտային համար կլինի, որը մենք փոխանցենք այդ անձին, որի միջոցով, որը օգտագործելով վերջինս կարող հասնի իր պետությունում արդեն ձեռք բերի կամ կվերականգնի իր պետհամարանիշը։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, այդ մտահոգությունը մենք ունենք եւ կիսում ենք ձեր այդ մտահոգությունը եւ այս պահին գործող կարգավորումներ ըստ էության չունենք, բացի այն, որ քաղաքացին պետքա գնա իր համարի հաշվառման կադաստրից, այսպես ասած, այդ համարանիշը վերցնի, որպեսզի կարողանա վարել իր տրանսպորտային միջոցը, հակառակ դեպքում էլ, եթե առանց հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարվում է, այդ դեպքում սա վարտական իրավունքից զրկելու հիմք է հանդիսանում եւ ըստ էության տվյալ քաղաքացիները ընկնում են շատ վատ իրավիճակում մենք ուսումնասիրություններ ունենք պատրաստ ենք քննարկել այս հարցը թե ինչ այլընտրանքային լուծում կարանք անել այս առումով ըստ էության այդպիսի տնտեսական հենքը, այսպես ասած, վերացնելու, մոտիվացիան վերացնելու եւ այդ շահադիտական շարժառիթը, այսպես ասած, խափանելու, քանի որ այլ հետագայում այդ շորտման դեպքերի, ասենց ասած, պերսպեկտիվա չի լինելու այս պարագայում, սիրով քննարկենք եւ այս մասով օրենսդրությունը կարծում ենք եւս լավարկելու տեղ ունի եւ կարողանանք այս առումով եւս զսպել այս հանցատեսակները։ Դրան պարոն Սարգսյան։ Քանի որ խոսք գնաց համարների գողության, հայրների գողության համար եւ
փորձ արվում նաև կանխել, բայց չեք կարծում, որ արդեն շորթման հոդվածը ավելի ծանր հոդված է, որովհետև այդ համարները եթե գողանում են, դրա հաջորդ քայլը շորթման փորձն է։ Թե հայլիների դեպքում, թե համարների դեպքում շորթման փորձն է, որը արդեն ծանր հոդվածով պատասխանատվություն է սահմանում։ Շնորհակալություն հարցի համար, պրակտիկայում ուղղակի շորտման չի, ասին քաղաքացին չել հայտարարություն տալի շորտման մասին, ըստ էության այդ փուլից հետո ինքը պայմանավորվածություն է ձեռք բերում եւ այդ հատվածը լատենտային է մնում բոնը մեր համար, ըստ էության եւ այդ պայմանավորվածության այդ շորտման, այսպես ասած, գործարքը քաղաքացիները այս պայն գոնե դիտարկում են, որ ավելի արագ են կարողանում ձեռք բերել իրանց պահեստամասը կամ հաշվառման համարանիշը եւ այդ դեպքերը մեծամասամբ մնում են լատենտային։ Երբ որ լինում է հայտարարություն արդեն շորտման վերաբերյալ, բնականաբար ստեղ ավելի ծանր դեպքի մասին է խոսքը գնում, բայց մեծամասամբ այդ դեպքերով հաղորդումներ չեն ստացվում եւ դրա համար մենք ըստ էության այս փուլում ենք փորձում արդեն ազդել արարքի կանխարգելման վրա։ Արձագանքում եք։ Ուղղակի նույն տրամաբանությունը գործի այս դեպքում էլի ավելի արագ տարբերակը կընտրեն, կվճարեն ու գողության մասին էլ հաղորդում չեն տա։ Ինչ տարբերություն։ Այս պարագայում, երբ որ մենք առաջի մասից երկրորդ մաս ենք տեղափոխվում, ըստ էության մասնավոր գանգատից տեղափոխվում ենք դեպի հանրային մեղադրանքի գանգատ եւ բողոքի բացակայությունը ըստ էության արդեն հիմք չի հանդիսանում վարույթը նախաձեռնելու կամ շարունակելու համար։ Այլ հարցեր հիմնական զեկուցողին չկան, խոսքը փոխանցում հարակից զեկուցող պարոն Սարգսյանի հարակից զեկուցում ներկայացնելու համար խնդրեմ։ Պարոն Ազյան, ընթացակարգով հիմնական զեկուցողը ավարտեց հարցերով հարցի պատասխանի փուլը ավարտեցին, ու հարակից զեկուցողն է։ Իրենց հետո մտքերի փոխանակություն։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Կարծում եմ հիմնական զեկուցող պատասխանեց գրեթե բոլոր հարցերին, առաջարկում եմ տալ դրական եզրակացություն այս նախագծին։ Շնորհակալություն հարցեր ունեք հարակից զեկուցողին։ Ես պարոն Սարգսյան, ես մի հարց տամ, որտեղ չհասցրեց այդ հարցը ձևակերպել պարոն Մկրտչյանին հարցը ներկայացնելու պարագայում, բայց պետք է խնդրեմ, որ եզրափակիչ ելույթում պարոն Մկրտչյանը դրան անդրադառնա, որտեղ սա շատ կարևոր է։ Արդյոք մենք ունենք վիճակագրություն հետևյալ դեպքերի, երբ որ անձը կատարել էր այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, օրինակ ավտոմեքենայից շապշտակություններ արել, քննչական մարմինները դիմել էին դատարանի խափանման միջոց կիրառելու համար, դատարանը մերժել էր եւ այդ նույն անձը կրկին կատարել էր նույն հանցագործությունը, այսինքն անձը կատարում ավտոմեքենայից գողություն, ասում են, այս մարդուն պետք է կալանավորել, նա օգտագործում է սա որպես արհեստ, դատարանը մերժում է, հետո այդ մարդը նորից է հանցագործություն կատարում։ Այս վիճակագրությունը ինձ թվում է մեր համար